Իդեպ նախորդային Սասնա ծռերի հայտարարությունը ի պատասխան Նիկոլ Փաշինյանի կոշտ հայտարարության վկայում էր մեկ բան. Սասնա ծռերը գոնե այս շրջանում մինչև խորհրդարանական ընտրությունների ավարտը մտադիր չէ լարել հարաբերությունները Նիկոլ Փաշինյանի հետ։ Մինչև ընտրությունների ավարտը։ Ինչ կլինի հետո կարելի է ենթադրել։ Իսկ ինչ ունենք հիմա, ունենք ընտրություններին մասնակցող հին ու նոր կուսակցություններ, որոնք մի ձեռքով սիրաշահում են իշխանություններին, մյուսով փորձում են սեփական քաղաքական շահը սպասարկել ու սեփական քվեն հայթայթել, եւ ունենք ՀՀԿ։ Նիկոլ Փաշինյան ՀՀԿ հարաբերություններում քարոզարշավի հենց առաջին օրը մեկնարկած քաղաքական փոխհրաձգությունը շարունակվեց եւ հավանաբար կշարունակվի նաեւ նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում։ Սա թերևս ՀՀԿ նախանշած սցենարի շրջանակներում է կամ առնվազն ձեռնտու է ՀՀԿ-ին։ Ինչու՞։ ՀՀԿ-ն փաստորեն վերցրեց դեռ ավագանու ընտրությունների ժամանակ Իմ քայլը դաշինքի կողմից հրապարակ նետված թեզը սև-սպիտակի մասին ու զարգացնելով այն կիրառում է այս քարոզարշավի ժամանակ։ Սրանով ՀՀԿ-ն փորձում է քաղաքական պայքարը լիովին տեղափոխել սև-սպիտակի տրամաբանության մեջ քաղաքական մյուս ուժերին խաղից դուրս թողնելու նպատակադրությամբ։ Հենց այստեղ էլ հայտնվում է Արթուր Բաղդասարյանն ու հիշեցնում, որ տարիներ շարունակ իրեն փորձել են սևացնել, բայց ինքը կարմիր խաղացող է։ Պարզապես հավատացել է թիվ 1-ին, որը պարզվեց սև էր։ Վերադառնանք սևերին։ Քաղաքական պայքարը սև-սպիտակ հարթության մեջ տեղավորելու օրգանական շարունակությունն էր ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրը, սև-սպիտակ դիզայնով ու նախընտրական կարգախոսը։ Եթե մտահոգ ես, ընտրիր հանրապետականին։ Համաձայնեք, սա իրոք փայլուն քաղաքական տեխնոլոգիա է, որը սակայն հազիվ թե ՀՀԿ-ի համար ցանկալի արդյունքներ ապահովի։ Բանն այն է, որ հասարակությունը մերժել է ՀՀԿ-ին հենց այն խնդիրների չլուծման պատճառով, որոնց շուրջ մտահոգներին ՀՀԿ-ն շարունակում է առաջարկում է քվեարկել իր օգտին։ Բանակի մարտունակություն, թանկացումներ, աշխատանքի, սոցիալական խնդիրներ եւ այլն։ Այս շարքում իհարկե ՀՀԿ-ի համար հենման կետեր կան, ասենք կարմիր գծերի Արագաչափերի մասին հեղափոխական թիմի նախկին ու ներկա հայտարարությունների տրամագծորեն տարբեր լինելը։ Բայց այս 2-3 խնդիրները հազիվ թե էական ազդեցություն ունենան։ Սպիտակները առջևում են բացահայտ առավելությամբ եւ ասֆալտային դիվանագիտության կարիքը առանձնապես չկա։ Լավ մնացեք։